Մենք հասել ենք 15-րդ գլուխ, հայտնություն 15-րդ գլուխը։ Այնքան հետաքրքիրը վերջին 7 հարվածները ունեցող 7 հրեշտակները։ Գազանի ինչա գրած Արմեն Գազանի հաղթողների երգը, Գազանի հաղթողների երգը, այսինքն Գազանին, որ հաղթում են, երգ են երգում։ Ուզում եմ, որ հիշենք, հիշում եք, չէ, 14 ինչի մասին էր։ Մի շաբաթ առաջ է, շատ երկար չի անց է։ Հուսով եմ, որ հիշում եք, հիշում ես Արմեն ջան, ինչի մասին էր, չես հիշում։ Հետ մենակ ես մի հատ նայես, հա։ Անցած շաբաթ չեն կարի պաշտոն։ Արել ենք, ոչ չեն կարի։ Հա, անցած շաբաթ ճիշտ ես, ես Բրեմեն էի գնաց, հետի ամսի 4-ներ, մյուսներ, օքեյ, դու չես լսել 14-ի մասին, շատ ափսոս, ուրեմն ովքեր էին, որ կլինեին ժողովուրդ, ուզում եմ մի հատ վերհիշեք, ովքեր էին, որ կլինեին Աստծո աթոռի մոտ, նրանք իմ համար ամենակարևոր է, ամբողջ գլխի մեջ ամենակարևորագույն խոսքը ինձ համար այս խոսքն էր, որ ասում եմ սրանք են, որ ովքեր մի հատ վերևից եմ երրորդ խոսքը ասում եմ եւ երգում էին մի նոր երգ աթոռի առաջին եւ 4 կենդանիների առաջին եւ երեցների առաջին եւ ոչով չէր կարող ուսանել այն երգը բացի այն 144,000-ից որ երկրից փրկվել էին սրանք են որ կանանց հետ չխառնակվեցան որովհետեւ կույս են սրանք են որ գառի ետևից գնում են Այսինքն բոլորը կույս չէին, հասկանում եք, կային կույսեր, կային, որ բոլորը գառի ետևից գնում էին, սրանք են, որ գառի ետևից գնում են, ուր որ նա գնա։ Հիշում եք, չէ, այս խոսքերը, այնքան ուժեղ կպավ իմ սրտին, երբ որ Սուրբ Հոգին ասեց այս խոսքերը, որ արդյոք դուք գնում եք գառի հետևից, թե գառին եք ուզում տանեք այնտեղ, որտեղ որ չի ուզում գառը գնա, չի մտնելու գառը, ժողովուրդ։ Նայեք, այնքան հետաքրքիր է, որ այսօր մի քույրիկի հետ եմ խոսում, ասեց ինչ-որ միտեղ հավաքույթ են անում, ասեց ես չեմ գնալու, որովհետև աշխարհիկ մարդիկով հավաքվում են աշխարհիկ ձևով ուրախանան, ասեց ես չեմ գնալու, որովհետև ասեց իմ սրտից մեջ sense մի հատ բան ունեմ, որ Տերն այնտեղ չի լինի, Տերը չի գնա այդտեղ, իսկ Տերը եթե իմ մեջ է, ինչի ես Տիրոջը զորով տանեմ այնտեղ ու ես նորից ու նորից իրան բացատրեցի այս խոսքերը, որ ասում է նրանք էին, որ գնում էին գառի ետևից։ Ուրեմն, եթե դու Հիսուսին հարցնում ես Հիսուս, դու ուզում ես գնաս այնտեղ, որտեղ որ ես ուզում եմ գնամ, դու ինքդ արդեն պիտի Հիսուսին ճանաչելով հասկանաս, որ Հիսուսն այդպիսի տեղ չի գնա։ Իսկ դու գնում ես Թե դու գնում ես գառի հետևից, գառը ուզում է գնա, օրինակի համար Հիսուսն ուզում է գնա մի կոտրված հոգի ունեցողի մոտ, հենց այդ ժամին ու մի քանի մխիթարական խոսք ասի, կամ բժշկություն անի, եւ դու ասում ես ոչ, ես ուզում եմ գնամ իմ ընկերներիս հետ ուրախանալու։ Ինչ ես կարծում, գիտեք Հիսուսը դեմ չի, երբ որ մենք ուրախանում ենք, բայց դեմ է, երբ որ մենք հանուն ուրախության թողում ենք Հիսուսին։ Դրա համար պետք է այնքան զգուշ լինենք մեր արարքների մեջ, ես ինքս հիմա շատ ահավոր զգուշություն եմ անում, որ հանկարծ չլինի, որովհետև Տերն ասել է ժամանակ չկա, հանկարծ չլինի, որ Տերը գա ու ես չգտնվեմ այդ առաջի հարության մեջ։ Իմ արարքները քննում եմ, արդյոք Տեր դու այսպես կուզեիր անեիր։ Տեր արդյոք դու այս բանը կուզեիր անել, գիտեք ես առավոտ արթնացա շատ վատ էի, ահավոր վատ, տեսքիցս կերևա որ ես վատ եմ եղել, բայց ես մի հատ հարց տվեցի, ասեցի, ես ինքս խոտորում եմ ու մտածում եմ, ասում եմ, միգուցե այսօր ես պաշտանունք չկարողանամ անել, ու հանկարծ միտքս եկավ, իսկ Հիսուսը ինչ կուզեր աներ։ Ինչ կուզեր Հիսուսը, եթե իմ մեջ Հիսուսն է, ես ասեցի Տեր, ինչպես վարվենք։ Ասեց ինքդ որոշի հաղթում ես, թե հաղթվում ես։ Ես հասկացա, նայում ես սատանեն ինչ անում։
հենց պաշտամունքի ժամանակ է սրանք սկսում են գործողություններ կատարել ամեն անգամ Հիսուսի անունով արգելում են քեզ սատանա հենց հիմա դադարի ու ես հասկացա որ ես եմ որոշողը դա իմ ձեռքերի մեջ է եթե ես որոշում եմ որ առավոտ որոշում եմ այո չեմ անելու վերջ ես չեմ կարա լավին գնամ դեպի բայց երբ որ ես առավոտ կանուխ ես ասեցի այսօր պաշտամունք եմ անելու ու մի վարքյան անգամ էլ չթողեցի որ կասկածի որպեսզի այդ կասկածը գա դրա վրա աշխատանք տանեմ ասել եմ ես դրա ժամանակը չունեմ ես իմ որոշման մեջ հաստատ եմ ու ժողովուրդ գիտեք Հիսուսը կուզեր աներ վերջ պիտի անեմ ես ասեցի Տեր եթե անգամ ոչ մեկ չլինի թեկուզ օնլայն չլսի միայն ես ու դու լինենք ես մեծ սիրով կնստեմ այնտեղ ու կանեմ միայն ես ու դու լինենք որովհետև ամենակարևորը ժողովուրդ եթե Տերը չգա իմ ձայնը ձեզ համար ծնծղայի ձայնը ուրիշ ոչ մի բան ուղղակի դուք կլսեք ինչ որ ձայն բայց եթե Տերն է գալի Տերը այս ձայնը փոխում է բժշկության փոխում է ազատագրման ես մի հետաքրքիր վկայություն ունեմ անելու իմ մեջքը շատ ահավոր ցավում էր մի քիչ ուբորկա արել ու շատ վատ էի մեջքս ահավոր ցավում էր պարկել էի գետնի վրա ու հելա նստեցի տեսա որ իմ ոտքերս բանա սենց այս վիճակն է ժողովուրդ նայեք ոնց ցույց տամ որ հասկանաք այսենց իրարից տարբեր են ու ես զգում եմ որ քայլելուց ես ուղիղ չեմ քայլում ես մի քիչ կաղելու նման եմ բայց այնպես չի որ ես կաղում եի բայց ես զգում էի որ ես ճիշտ չեմ քայլում որտեվ անհավասարություն կա սենց նստած նայում եմ ոտքերիս երկու ոտքերիս ասում կարող է լավ չեմ նստած մի քիչ ավելի ուղիղ եմ նստում գետնի վրա չէ տեսա չէ հաստատ մի ոտս կարճ է լսից ու ասեցի ինչ անեմ ասեց հրամայի ասեցի ոտք ես հրամայում եմ քեզ որ դու ուղղվես ու ես իմ աչքերով ժողովուրդ ես չեմ հավատացել դրան անկեղծ ասում եմ որ մարդիկ ասում են ոտերը երկար ու կարճ է ես ասում եմ երևի իրարից մի քիչ հեռու եմ պահում այտենց է երևում ու ես իմ աչքերով տեսնում եմ ոնց է իմ աչ ոտքս որ աչը միշտ մեծ ալում գիտեք չէ աչ ոտքս կարճ է ու ինքը սենց գալիս է առաջ ես նայում եմ ու ասում եմ ինչ եմ անում ես չեմ շարժում ես նստած եմ գետնի վրա նստած եմ ասում եմ Աստված իմ էս ինչ անում ասում ես ոչ մի բան չեմ անում չէ ես չեմ չէ անում ու ես չեմ կարող ես քարի պես քարացած նստած ես չեմ շարժվում ու իմ ոտքս աճեց եկավ հիմա րոպեն մեկ ես նայում եմ իմ ոտքերը հավասար են ասում եմ Աստված իմ էս ինչ հավասար է ժողովուրդ երբ որ դու իսկապես Աստծո հետ ես երբ որ դու զգուշություն ես անում երբ որ դու Աստծո խոսքի մեջ զգուշություն ես անում Աստված քո հետ է ամեն մի քո վարքյանը ամեն մի քո րոպեն գիտեք ոնց ասեմ ուրախություն է քեզ թվում է որ դու Տիրոջ հետ դա ասել է մի քիչ է դու պիտի ապրես Տիրոջ հետ ու ես ասում եմ ուր որ գառը գնա այնտեղ էլ ես եմ լինելու քանի որ ես որոշում եմ կայացրել որ ես լինելու եմ 140,000 մարդկանց մեջ ովքեր առաջի հարությանը հափշտակվելու են երկինք ես լինելու եմ ես երկրորդ շանսի չեմ սպասելու ես լինելու եմ դրա մեջ ես որոշում եմ կայացրել ու ես հետևում եմ իմ արարքներին հետևում եմ իմ բերանի խոսքերին հետևում եմ իմ մտքերին հասկանում եք ժողովուրդ ու ես ասեմ ձեզ որ հենց սա է նշանակում որ նրանք որոշները մի հատ նորից կարդանք ուր էինք ասել սրանք են որ գարի ետևից գնում են ուր որ նա գնա ասա ուր որ գնաս Հիսուս ես քո ետևից պիտի գամ ուր որ գնաս Հիսուս ես քո ետևից պիտի գամ ոչ թե մինչև հիմա դու պիտի խոստովանես մինչև հիմա ես գնացել եմ այնտեղ ուր ես եմ ուզել քեզ եմ տարել իմ հետ այնտեղ որտեղ ես եմ ուզել հիմա որոշում եմ կայացնում որ ուր որ դու ուզես այնտեղ էլ պիտի գնամ Տեր ուր որ դու կամենաս այնտեղ ես պիտի գնամ եւ ասում եմ սրանք փրկվեցան մարդկանցից Աստծուն եւ գառին իբրև երեխայրի ուզում ես լինել Աստծո պտուղը ուզում ես լինել Աստծո բաժինը
սիրելիս, ուրեմն դու պիտի անմիջապես որոշում կայացնես։ Եվ նրանց բերանում նենգություն չգտնվեցավ, որովհետև անարատ են Աստծո աթոռի առաջին։ Իսկ դու ինքդ քեզ կարող ես մի հատ հարց տալ. ես անարատ եմ, ես կարող եմ լինել նրանց մեջ, ես կարող եմ հայտնվել Տիրոջ աթոռի մոտ։ Գիտես, այս ամբողջ գլխից ես այս խոսքերը վերցրել եմ, դրել եմ իմ սրտիս մեջ։ Իմ բերանը մաքուր պահեմ, իմ որոշումները, իմ ամեն գործերը, իմ ամեն ճանապարհները։ Գիտեք, ես ինչ եմ ասել Տիրոջս, ես ասել եմ Տեր, եթե մի ճանապարհ ես կգնամ, ու դու այնտեղ չկաս, փակիր այդ ճանապարհը ինձ համար։ Եթե դու այնտեղ չկաս, փակիր ինձ համար, որովհետև ես չեմ ուզում։ Գիտեք, այսօր շատ մարդիկ կան կմտածեն, ինքը որպես հոգևոր չի եթում այս ինչ տեղը։ Ես էլ մտածում եմ, եթե Տերը բացի այդ ճանապարհը, ես կգնամ։ Եթե Տերը գնա, ես հաստատ կգնամ։ Ես չեմ լսել Տիրոջից, գնա։ Եթե Տերը ասի գնա, ես կգնամ։ Պատկերացնում եք ինչ եմ ասում։ Եկեք անցնենք 15-րդ գլխին, որովհետև միգուցե Արմեն ջան քո համար երեսի հատուկ էս գլխից, որ բացատրեցի, որ հասկանաս, որ իսկապես բոլոր խոսքերը շատ լավն էին, շատ լավն էին, բայց որպես հիմք քո հոգևորության մեջ դու պիտի ունենաս այս խոսքերը։ Ուրեմն կարդում եմ առաջի խոսքից. Եվ տեսա մի ուրիշ մեծ եւ զարմանալի նշան երկնքում։ 7 հրեշտակ, որ վերջին 7 պատուհասներն ունեին, որովհետև Աստծո բարկությունը նրանցով կատարվեցավ։ Եվ տեսա իբրև ապակեղեն ծով, կրակով խառնված, եւ նրանց, որ հաղթում են գազանին, եւ նրա պատկերին, եւ նրա դրոշմին, եւ նրա անունի թվին, որ կանգնած էին ապակեղեն ծովի վրա, եւ Աստծո քնարներն ունեին, եւ երգում էին Աստծո ծառա Մովսեսի երգը, սիրելի հրեշտակներ, ես խնդրում եմ, որ հենց հիմա գնաք այնտեղ ու անենց անեք, որ ինքը հենց այս վարքյանին իր ձեռից գցի ու դադարի։ Հիսուս Քրիստոսի անունով ես պատվիրում եմ ձեզ, որ մեր պաշտամունքը ոչինչ չխանգարի։ Հիսուսի անունով, ամեն։ Եվ երգում էին Աստծո ծառա Մովսեսի երգը եւ գառի երգը ասելով. Մեծ եւ զարմանալի են քո գործերը, Տեր, Աստված ամենակալ, արդար եւ ճշմարիտ են քո ճանապարհները, ինչերը ճանապարհները, ինչ են արդար եւ ճշմարիտ են, արդարություն ես ուզում, գնա Տիրոջ այն ճանապարհով, որտեղ Տերը կա, ճշմարտություն ես ուզում, գնա այն ճանապարհով, որտեղ Տերը կա։ Գիտեք, ես չեմ գտնի այս երկրի երեսի վրա մի մարդ, որ կասի ինձնից դուր ա գալի, որ ինձ խաբում են։ Բոլորս փնտրում ենք ճշմարտություն խոսող մարդիկ։ Ճիշտ եմ ասում։ Մեզ դուր չի գալի, երբ որ մեզ խաբում են։ Բնականաբար մեզ դուր չի գալի։ Սուտասայինը դուրը չի գալի։ Գիտեք ինչ, մի բան եմ ասում, ուրեմն հիշի Աստծո ամենակարևոր օրենքը, ով գիտի ամենա ուժեղ օրենքը, որ Հիսուսն ինքը անձամբ ասած բոլոր մարգարեներն ու օրենքը հենց այս խոսքի մեջ են։ Բոլոր մարգարեություններն ու օրենքները։ Ինչը, որն էր Արմեն, որ խոսքն է։ Շատ կարևոր բան է, որ մենք սիրում ենք այդ խոսքը, մենք միշտ ասում ենք։ Հիսուսն անձամբ ասում է բոլոր օրենքը եւ մարգարեները այս խոսքի մեջ են։ Շատ սիրում եմ։ Նայեք, կարդում եմ Մատթեոս 7:12-ը։ Ամեն ինչ որ կամենում եք, թե ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց, որովհետև այս է օրենքը եւ մարգարեները։ Այս է օրենքը եւ մարգարեները։ Ասում եմ, գրեք էսի էլի Մատթեոս 7:12-ը։ Ամեն ինչ որ կամենում եք, թե ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց, որովհետև այս է օրենքը եւ մարգարեները։ Նեղ դռնովը ներս մտեք, որովհետև լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը, որ կորստյան է տանում, եւ շատերն են նրանով գնացողները։ Ինչի ես
նեղ դուրը կարդացի, այս ճանապարհը կարդացի, որ իմանաք, որ այստեղ հայտնության գրքի մեջ գրված, երբ որ հրեշտակները եւ հաղթողները կանգնած երգում էին, որ քոնն է արդար ու ճշմարիտ ճանապարհը։ Գիտեք, Հիսուսն ասում է, եթե դու ուզում ես, որ քեզ ճշմարիտը խոսան, ուրեմն դու էլ սուտ մի խոսա։ Ինչ որ ուզում ես, որ քեզ անեն, նույնն էլ դու արա։ Սա է օրենքի լրումը, ժողովուրդ։ Սա է բոլոր մարգարեները, որքան էլ դու մարգարեությունները իմանաս, փորձես կատարել, փորձես հնազանդվել, բայց այս բանը որ չանես, Հիսուսն ասեց, դու եղար, որ մարգարեներին էլ Աստծո օրենքն էլ որ չես կատարել, որովհետև եթե դու չես սիրում, որ քեզ սուտ են խոսում, հապա ինչ ես դու խոսում։ Եթե դու չես սիրում, որ քեզ հետ անարդար են վարվում, ուրեմն ինչու ես դու անարդար վարվում մարդկանց հետ։ Պատկերացնում եք, ժողովուրդ, երբ որ Աստված ուզում է, որ մենք իսկապես հասկանանք ու գիտակցենք, որ մենք պիտի վարվենք մարդկանց հետ այնպես, ինչպես ինքդ քեզ հետ կվարվես։ Գիտես, երբեք դու չես ասի, լավ, սպասի դառը ջուրը ես խմեմ, քաղցր ջուրը տամ Արմեն աղբորը։ Դու կասես, սպասի քաղցր ջուրը ես խմեմ, դառը ջուրը տամ Արմեն աղբորը։ Կարողա չջոգի էլ, որ դառնա։ Գիտես, սա համան արդարություն էր, համել սուտներ մեջը։ Ուրեմն սիրելիներս, եթե դուք ուզում եք, որ իսկապես Հիսուսի հետ լինեք այն հաղթողը, որ Գազանին հաղթեց, ով էր Գազանը։ Միթե սատանայի մասին է խոսքը։ Եթե սատանան լիներ, կասեին, դե գիտես ինչ, այն սատանան պոզերով, որ պիտի գա, դու իրան հաղթես, այդ ժամանակ հաղթությունը քոնը կլինի։ Չէ, ժողովուրդ, եթե չնկատեցիք նորից կկարդամ։ Ասում են եւ տեսա իբրև ապակեղեն ծով կրակով խառնված, որ նրանց, որ հաղթում են Գազանին, ուշադիր, Գազանին, նրա պատկերին, ոչ թե իրան, այլ պատկերին, եւ նրա դրոշմին, ինչ դրոշմ ես վերցրել քո վրա, ինչ կնիք ես վերցրել քո վրա։ Գիտեք կնիքը ինչա նշանակում։ Այս դրոշմը կուզեմ բացեմ մի քիչ։ Երբ որ դու գնում ես ինչ որ մի պետական հաստատություն, քեզ ինչ որ թուղթ են տալի, եթե դու ուզում ես, որ այդ թուղթը օրինակի համար, այդ թուղթը լինի օրինական, որ ամեն տեղ անցնի, հա, դու քո ձեռքին լինի իրավունք, իշխանություն, օրինական։ Ինչ են անում, նախ պետք է սովորական բժիշկը, եթե քեզ գրեց դիագնոզ եւ չպեչատեց, իմացած եղեք, այդ դիագնոզը ոչ միտեղ չի անցնելու։ Բացարձակապես ոչ միտեղ չի անցնում։ Ասում են, գիտեք ինչ, վերցնում են, ասում են, չէ, այս թուղթը բան չի, անօրինական է, ինքը կնիք չունի։ Եվ դու այդ թղթով ոչինչ չես կարող անել։ Հիմա նայեք, ասում է, եթե դու այդ իր կնիքը չվերցնես քո վրա, այն կնիքը, որ դու հաստատություն ունես, որ դու սատանային ես պատկանում, որ դու հաստատություն ունես, որ դու, գիտես ինչ, դու ասում ես, ես սիրում եմ, որ սուտ եմ խոսում, վերջ, դու կնիքը դրեցիր քո վրա։ Լավ, բոլորը, լավ, չեմ սիրում, ոչ մեկ չի սիրում սուտ խոսալ, բոլորն ասում են, ես սուտ չեմ խոսում, կյանքում սուտ չեմ խոսացել։ Նայեք, մի բան եմ ասում, այն մարդը, ով իսկապես ինքը ուզում է, որ ինչ որ բան անում, ու ինքը ասում է, դե լավ ասում է, սաղ անարդար եմ վարվում, օրինակի համար, իրան ինչ որ բան են առաջարկում, այդ է անօրինական, հա, ասում է, իր մեջ մի հատ Սուրբ Հոգին խոսում, ասում է, դա անօրինական է, հավատացյալ մարդկանց մասին եմ խոսում, Սուրբ Հոգին ասում է, դա անօրինական է, ու հենց այդ ժամանակ այդ տվյալ մարդը լրացնում է Սուրբ Հոգուն այս խոսքերով, Աստված ինչ ասում է, ինքը գիտի ինչ ասում, լսեք ուշադիր, ասում է, սաղ աշխարհը անօրինություն անում, հովիվներից բռնցրած մինչև ամենավերջի հավատացյալը, հմ ես մի պստիկ բանը, որ անեմ, էդ ինչ յանի, ու անում է, գիտեք ինչ, ես վերջում մի քույրիկ, ես ասում եմ, չի կարելի մարմնի վրա տատու անել, որովհետև գրված է Աստվածաշնչի մեջ, որ ոչ մի բան չանես քո մարմնի վրա, չախտոտես քո մարմինը, ինքը ինձ վերցրեց ինչ ասեց, ասում է, Ջոյս Մայերն էլ արա իրա վրա,
Ասի գիտես ինչ։ Ինքնապատասխան։ Լավ լսի ինչ եմ ասում քեզ։ Իմ առաջնորդը, իմ փրկիչը, իմ Տերը Ջոյս Մայերը չի։ Ուզում եմ ամբողջ աշխարհն անի, ես պիտի մնամ Աստծո խոսքի մեջ։ Որովհետև ինձ համար օրինակ չի Ջոյս Մայերը, ինձ համար իմ օրինակը ով է ժողովուրդ։ Հիսուս Քրիստոսը։ Եթե ես Հիսուսից բացի ուրիշ օրինակ ունենամ, կրկնօրինակեմ իրան։ Ես խապնված մեկն եմ։ Ես նմանակեմ Սևակ աղբորը։ Սևակ աղբերն իր աղոթություն ունի, իր ծառայություն ունի։ Եթե ես նմանակեմ իրան, կնշանակի ես իմ կյանքում ոչ օծություն ունեմ, ոչ էլ ծառայություն ունեմ։ Ես ուղղակի նմանակում եմ իրան։ Բայց եթե ես ունեմ իմ օծությունն ու իմ ծառայությունը երկնքից տրված, ինձ միակ օրինակը որ կա, դա Հիսուս Քրիստոսն է։ Ասեմ ավելին, Պողոսն ասում է, ինձ նմանվող եղեք, որովհետև ես նման եմ Հիսուս Քրիստոսին։ Թանկագիններս, ես չեմ ուզում անգամ Պողոսին վերցնեմ ինձ օրինակ։ Գիտեք ինչի, որովհետև Պողոսն էլ մարդ էր։ Մարդ էր ու ինքն էլ թեև սխալներով ու ամեն բաներով մարդ էր։ Ոչ մեկ կատարյալ չի, կատարյալը Հիսուս Քրիստոսն է։ Ուզում ես քեզ օրինակ, վերցրու Հիսուս Քրիստոսին։ Մնացածը անիմաստ է, մնացածը խապկանք է։ Եթե դու ուզում ես Քրիստոսին տեսնես, եթե դու ուզում ես Հիսուսի հետ լինես, այսօր թող քեզ բացարձակապես չհետաքրքրի, թե ամբողջ աշխարհը ինչպես է ապրում։ Ես այս վերջերս էր Հայաստանում էի, ասեցի Տեր, անհանգստացած սենց, խոսում եմ Տիրոջ հետ, ասում եմ Տեր, ինչի է այս աշխարհը սենց խառնվե իրար, սենց ամբողջը կեղտոտ է։ Ու Տերը շատ մեղ ու հանգիստ ինձ ասեց, քեզ ինչ աշխարհն ինչ վիճակում է։ Դու աշխարհ չմտնես։ Դու քեզ պահի աշխարհից դուրս։ Ես ասել եմ աշխարհը, որ փչանալու է։ Ասել եմ, որ աշխարհը կործանվելու է։ Այո, Տեր։ Դու չմտնես աշխարհ։ Գիտես ինչ, Աստված մեկ ուրիշ խոսքով հասկացրեց. մի նայ աշխարհին եւ դու էլ իրանց նման ապրի։ Դու նայ ինձ, որ ինձ հետ լինես։ Դու նայ ինձ, որ իմ կամքը կատարես։ Որ իմ նման ապրես։ Գիտես ինչ, երբ որ դու մի բան ես անում, միանգամից թողեցի քո կարգախոսը լինի։ Ինչ կաներ Հիսուսը, եթե լիներ իմ փոխարեն։ Դու միանգամից պատասխանը կստանաս։ Մի ուզբեկի սովորացնում են, որ եթե մի բան ես ուզում ես խելացի լինես, ասում է, հա ոնց չէ, ասում է, դե եթե ասում է, որ մի բան ես փնտրում, իմաստուն մարդը սենց է գտնում։ Դու քեզ պետք է դնես այդ բանի տեղը ու մտածես։ Եթե ես լինեի, ասենք, եթե այդ մարդը ես լինեի, ես որտեղ կթաքնվեի։ Դու միանգամից կհասկանաս այդ մարդը որտեղ է։ Խորհուրդ են տալի, հիմա այս մարդը ուզում է գտնի կուպցի։ Ասում է, եթե ես կուպցի լինեի, ես որտեղ կլինեի։ Պատկերացնում եք, նայեք, հասարակ մի բան, եթե այս խորհուրդ այդ մարդը վերցրել է աշխատում է իր մոտ, ինչի դու չես վերցնում Քրիստոսի խորհուրդը, որ ասես, եթե Հիսուսը լինի իմ փոխարեն, ինչպես կվարվի այս եղբոր հետ։ Եթե Հիսուսը լիներ իմ փոխարեն, ինչպես կվարվեր այս իրավիճակի հետ, այս առաջարկի հետ։ Քեզ առաջարկում են շատ լավ օրինակ։ Ասում են, եթե դու սա վերցնես, դու կշահես։ Միշտ ապի ասելու, այո, ուզում եմ։ Ասա Տեր, ինչ կանեիր իմ փոխարեն։ Մի անգամից Տերը կխոսա քո հետ, քո բերանով, քո իսկ բերանով կխոսա քեզ հետ։ Անկեղծ ասում եմ ձեզ, հավատացեք ժողովուրդ։ Պետք չի Հիսուսին հեռուներում փնտրեք, պետք չի Հիսուսին ինչ որ եղբայրների, քույրերի միջոցով խոսքեր փնտրեք։ Եթե հավատում ես, որ դու արդար ես ու ըստ Աստծո խոսքի ապրում ես, Քրիստոսը քո մեջ է, ինքը քո բերանով խոսում է։ Եւ երեք ինձ օրինակ տվեց, ասեցի Տեր, եթե ես ասում եմ, որ դու խոսում ես իմ մեջ, իմ միջոցով որոշները կան, որ կմտածեն, որ չափազանցնում եմ։ Կասես ինձ, ինչպես բացատրեմ իրանց, որ դու խոսում ես։ Ասեց բացարամ Սաղմոս 22-ը, ու շատ սաղմոսներ բացել տվեց այդ
3 ու ինձ հասկացրեց նայ ասում է ինչա խոսում Դավիթը եւ իմ ձեռքերն ու իմ ոտքերը ծակեցին ասում է եւ իմ հանդերձի վրա վիճակ գցեցին Դավիթի ասում եմ ոչ Տեր ասում է հոպա ով էր Դավիթի միջոցով խոսողը Հիսուս Քրիստոսը ինչ ես կարծում որ ես չեմ կարող քո միջոցով խոսել Գիտեք ես հասկացա որ Տերը կարա ամենքի հետ խոսա ով էլ որ լինի եթե հավատում է որ Տեր իր մեջ ապրում է ու ինքը արդար է ապրում իր բերանը պահում է ստից ու շադիր եղեք Հիսուսը չի խոսա քո բերանով եթե քո բերանի մեջ կեղծիք կա անարդարություն կա սուտ կա չի խոսա Տերը քո բերանով որովհետև չի կարող Հիսուսն ասեց մի աղբյուրից եւ դառը եւ քաղցր ջուր բխել դա անհնարին է մի փորձեք եթե քո անձդ կպահես եթե քո անձդ կպաշտպանես քո բերանը քո լեզուն այն ժամանակ Աստված կխոսի քեզ հետ գիտես ասում եմ եթե մի անիրավ բան ասացիր ձեռքդ խփիր բերանիդ շուտ մտածի ես ինչ ասեցի ես Տերների ինձ ես ինչ հիմարություն խոսեցի ես այդ է նշանակում խփի բերանիդ բայց եթե չես կարողանում սիրելիս Հիսուսը չի կարող օգտագործի քո շուրթերը որ քեզ հետ խոսի քո ներսից չի կարող խոսի քեզ հետ Կարդացեք Սաղմոսները կտեսնեք ինչպես Աստված խոսում մարդկանց բերանով ինքը անձամբ խոսում է Եվ այսօր էլ այդ մարդկանց կյանքին նայելով հասկանում ես որ իսկապես Աստված խոսում էր մարգարեների բերանով որովհետև մարգարեներն իրենց առանձնացնում էին կտրում էին աշխարհից Չէին խառնվում որովհետև այդպես հաճելի էր Աստծուն Աստված կարողանում էր խոսել Եվ այստեղ տեսեք ասում է նրանք որ հրաժարվեցին նրա կնիքից Գազանի կնիքը մի վերցրեք ձեր վրա Մի թույլ տվեք, որ ինքը իշխանություն ունենա ձեր վրա, հենց այդ կնիքը դրվավ, ուրեմն դա պաշտոնապես հայտարարվում է, դու իմն ես։ Պատկերը հաղթեցիր, պիտի թույլ չտաս, որ ոչ մի բան քո աչքերը ինչ որ տեսնում են, քո վրա ազդեն։ Թույլ մի տուր, որ քո աչքերը նայեն պիղծ բաների, ինչպես Հոբը ասեց, ես իմ աչքերը փակեցի, որ կույսի վրա չնայեմ։ Այսօր դու կարողանում ես այդ պատկերդ ուղակի հաղթես։ Չնայես դրանց վրա Եթե դու հաղթել կարող ես իսկապես դու կկանգնես այդ ապակե ծովի վրա ապակեղեն ծովի վրա կկանգնես որովհետև հաղթողներն էին կանգնում եւ նրա պատկերին եւ նրա դրոշմին եւ նրա անունի թվին այն թիվը որ այսօր ունես գիտես ինչա նշանակում այդ թիվը երբ որ մեկ անգամ մենք հաշվեցինք հիշեք Միասին հաշվել եմ, ես հաշվել եմ և ձեզ հետ կիսվեցի դա խոսում էր հենց այն մասին, որ մարդու բոյի չափն էր։ Այսինքն դու պիտի հաղթես այն մարդկանց, ովքեր որ քեզ խոսում են։ Դրանցից մեկին համարեցի բժիշկներին, որ շատ հանգիստ անօրենը կարողանում է օգտագործել։ Ժողովուրդ բժիշկները դևեր չեն։ Բժիշկները սատանաներ չեն, միանշանակ սա հիշեք, բայց քանի որ դու իրանից սպասում ունես, անօրենը օգտագործում է իր բերանը։ Հասկացաք ինչ եմ ասում։ Դու պիտի կարողանաս մարդկանց բերանի խոսածը հաղթահարես։ Դու պիտի կարողանաս պայքարես ու հաղթես դա։ Կլինի բժիշկ, կլինի կոլեգա, կլինի հարևան, կլինի քույր, կլինի եղբայր, կին, ամուսին, ինչ որ կխոսա քեզ, դու պիտի կարողանաս դա հաղթահարել։ Որովհետև նրանք ինֆորմացիա են տալիս քեզ, որ քո ականջները լսի եւ քո սիրտը վախ ընկնի։ Եվ հակառակը նրանք ցավեցնում են քո հոգին, քո ականջների միջոցով։ Նրանք վիրավորում ու կոտրում են քո սիրտը։ Դրանք մարդիկ են։ Եվ մի սպասեք, որ սատանեն պոզով պոչով պետք է գա, որ քեզի վիրավորի։ Ոչ սիրելիս, այս թիվը, նրա թիվը, գազանի թիվը դա մարդու հասակի թիվն էր։ Ուրեմն, եւ կանգնած էին ապակեղեն ծովի վրա, հաղթի այս ամենը, 3 բանալի տվեցի քեզ։
3 բանալի տվեցի քեզ, այն որ քո աչքերը կտեսնեն, չշտապես հանդիմանելու, չշտապես դատելու, չշտապես, գիտես տենում ես մարդուն միտեղ նստած ասում ես, այսի դրա համար է նստած, ով քեզ ասեց, ինչի համար է, դու չգիտես, դու ով քեզ թույլ տվեց, Աստված ասում է, լսեք, որ Հիսուսին գալի ասում են, իմ ու աղբորս մեջ դատի, հա, հայրս մեզ ժառանգություն ա թողել, եղբայրս չի ուզում կիսվել, արի դատի մեզ, ասում է, ով ինձ ձեզ վրա դատավոր կանգնեցրեց, լսեք, պատկերացնում եք թագավորների թագավոր, տերերի տեր, արքաների արքա, Արարիչ Հիսուս Քրիստոսն ասում է, ով ինձ ձեզ վրա դատավոր դրեց, որ ես գամ ձեզ դատեմ, բայց այսօր մենք հանգիստ, մեզ կարող ենք դատավորի տեղ տնենք, լսի Աստված ասեց իշխանություն եմ տալի քո անձի վրա, ոչ թե ուրիշի անձի վրա, այո, ինչի ես դու այսօր վերցնում քո շուրթերն ու մարդկանց դատի ես կանչում, դու չունես այդ իրավունքը, առանց իմանալու քո աչքերով նայես ու դատես, պատկերը տեսնես ու դատես, դա մեղք է համարվում, հանցանք է կոչվում, ժողովուրդ, լավ իմացեք, Աստված այս բալանին որ տվեց, հենց այնպես չտվեց, ասում է չկնքես քո վրա այն ինչը որ քոնը չի, չվերցնես սատանայի կնիք ու դնես քո վրա, ասես ես ես հիվանդն եմ, կնքեցիր, գիտես ինչ արեցիր, պեչատն է խփեցիր, հաստատեցիր, հետո էլ գոռում ես Հիսուս, կարաս ինձ բժշկես, ասում է ոնց, դու արդեն հաստատել ես, գիտես ինչ պիտի անես, դու պիտի ճանաչես այդ կնիքը անվավեր, ահա քեզ բալանին, ճանաչի այդ կնիքը, որ դրված է անօրենից, քո փաստաթղթի վրա դու ճանաչի անվավեր, այլապես Հիսուսը չի կարող խառնվել, մի բան պատմեմ ձեզ, երբ որ անցած տարի նոյեմբերին, ինձ թուղթը տվեցին, մինչև այսօր այդ թուղթը ունեմ պահած, կնիքով հաստատված, ինձ թուղթ տվեցին, որ քո սիրտը 90% չկա, 10% աշխատում, և քեզ մոռացի, որ կվիրահատեն երիկամ գտնեն, գիտեք ես ինչ եմ արել, ես վերցրել եմ այդ կնիքով թուղթը, Աստված վկա է ինչ որ ասում եմ, Աստված գիտի, հատ առ հատ, այ հենց այստեղ ձիալեզից եկել եմ տուն, ոչ հաց եմ կերել, ոչ մի բան այդ վիճակում, կանգնել եմ Տիրոջ առաջ ու ասել եմ, Տեր, ահա այս թուղթը, որ բժիշկները կնիք են դրել, ես հրաժարվում եմ այս դիագնոզը ընդունելուց։ Եվ ես բերում եմ քո առաջ եւ ասում եմ, այս թղթի միջի գրվածը անվավեր պիտի կոչվի։ Եվ ես սպասեցի Տիրոջը, ես հանձնվեցի ու սպասեցի Տիրոջը, 2 շաբաթ հետո ինձ տարան մեկ ուրիշ ստուգման, որ ամենից կարևոր է ցիդին էր, որ իրանք ինչքան օգոստոսից մինչև նոյեմբեր ամիսը իրանք չէին ուզում այդ ստուգումն անեն, որովհետև ասում էին թանկա աղկան չի վճարելու։ Եվ ի վերջո հրաշքով վճարեց, հրաշքով, դա էլ մի հրաշք էր, հրաշքով համաձայնվեց վճարելու և երբ որ արեցին, այդպիսի դիագնոզ տվեցին։ Եվ գիտեք ինչ, 2 շաբաթ հետո, երբ որ ինձ սրտի կաթետր արեցին, նրանք ասեցին, ամեն բան նորմալ է, հենց հիմա կտանես այս թուղթը քո պոչկայի բժշկին ու կասես թող շատ արագ վերականգնեն քո հերթը։ Եթե այդ օրը այդ բժիշկը ինձ չտար այդ թուղթը ժողովուրդ, եթե ես չբերեի ու չտայի իմ բժշկին, հենց այդ օրը ինձ չվերականգնեին, ընդամենը 4 օր հետո, 5 օր հետո, լավ, 5-րդ օրը իմ երիկամս եկավ։ 1 տարի անցավ արդեն։ Եվ ես չեմ դադարի վկայելուց, որովհետև ես չընդունեցի այդ կնիքը, ես ասեցի, ես չեմ ընդունում այս թղթի մեջ գրվածը, ես հրաժարվում եմ, իսկ եթե դու այդ կնիքը վերցնում ես, ասում ես, իմ դիագնոզն է, լսի Աստված չի կարա ոչինչ անի, դու պիտի հրաժարվես դրանից, ահա Աստված իմ դիագնոզը, արեք ժողովուրդ, անկեղծ ես ասում եմ, եթե հավատքով քայլ ես անում, իմացի, որ 100%-անոց արդյունք ունես, բեր Տիրոջ առաջ ու ասա, Տեր, ես անվավեր եմ համարում այս ինչ որ գրված է եւ դու էլ պիտի անվավեր համարես եւ բժիշկները իրենց բերանով պիտի ասեն։ Ես ասեցի, ես պիտի լսեմ իմ ականջներով, որ բժիշկն ինձ ասում է, որ ամեն բան լավ է եւ դու ընդունակ ես երիկամ ընդունելու։
Անկեղծ ասած, հենց այդ խոսքերը ես լսեցի բժշկից։ Եվ շատ չանցավ։ Աստված չի ուշանում, քո հավատքով գործում է։ Հավատքդ գործի դիր եւ կտեսնես։ Թույլ մի տուր անօրենին, գիտեք, մենք կարծում ենք, թե մենք երկնքում պետք է այս ապակեղեն ծովի վրա կանգնենք։ Հաղթողը արդեն կանգնում է։ Գիտես ինչի, որովհետեւ նա ով հաղթում է, իր սիրտը երգում է Տիրոջը։ Գիտեք, ես երբեմն երգում եմ, ես չգիտեմ ինչ, որ երգն եմ երգում, որտեղից եմ երգում, ուղղակի բառեր եմ երգում Տիրոջը, գոհության բառեր եմ երգում։ Այդ երգը պիտի երգես։ Երբ որ քո սիրտը ցնծության մեջ է, նա երգում է Տիրոջդ։ Ուրեմն, ժողովուրդ, եւ Աստծո քնարներն ունեին։ Գիտեք ինչա քնար։ Երբեք չես դադարելու Աստծուն գոհություն մատուցանելու։ Երբեք չես կանգնելու առանց գոհության։ Հավիտյան գոհանալու ես Տիրոջից։ Եվ երգում էին Աստծո ծառա Մովսեսի երգը եւ գառի երգը ասելով. Մեծ եւ զարմանալի են քո գործերը, Տեր Աստված ամենակալ։ Կարում ես այդպես ասես. Մեծ եւ զարմանալի են քո գործերը։ Համարում ես, որ Աստծո գործերը մեծ եւ զարմանալի են։ Գիտեք, ինչքան մաս կա գլխիս, այդքան տեսել եմ Աստծո գործերը իմ կյանքում ու դեռ տեսնելու եմ, թե որքան մեծ են Տիրոջ գործերը եւ որքան զարմանալի են։ Այս մեծության համար մի բան պատմեմ ժողովուրդ։ Շատ հետաքրքիր մի բան եմ տեսել ու իմ վրա շատ ազդել է։ Հանկարծ երեխան հորը հարցնում է. հայր, կասես ինձ, Աստված ինչ մեծության չափով է։ Ինչքան մեծ Աստված։ Հայրը նայում է երկինք Աստծուց պատասխան կորզելու, հա, որ որդուն փոխանցի։ Ու երբ որ նայում է երկինք, տեսնում է մի սամալյոտ է թռնում։ Որդուն ասում է, որդիս, նայ, ասում է, տեսնում ես այն սամալյոտը, ասում է, այո, հայրիկ, ասում է, ինչ չափի է, ասում է, նա շատ պուճուր է, հազիվ է նշմարվում, ահա որ պուճուր է, ասում է, շատ լավ։ Որդուն վերցնում տանում է այրոպորտ, տանում է սամալյոտի մոտ, կանգնեցնում, ասում է, որդիս, ինչ կասես, ինչքան մեծ է սամալյոտ, ասում է, շատ մեծ է, հայրիկ, ասում է, գիտես տարբերություն ինչ է, ասում է, որովհետև դու այն սամալյոտին նայում ես շատ հեռվից, նա քեզ համար փոքր էր երևում, բայց հիմա երբ որ դու նայում ես նրան ահավոր մոտիկից, նա քեզ համար սարսափելի մեծ է թվում։ Այդպես էլ Աստված, եթե դու իրան հեռվից ես նայում, նա քո համար փոքրիկ մի Աստված է թվում, որ անկարող։ Բայց եթե դու մոտենում ես Աստծուն, որքան մոտենաս Աստծուն, այնքան մեծ կլինի նա քեզ համար։ Նրա մեծությունը դու կտեսնես, դու կզմայլվես նրա մեծությունով, կասես Աստված իմ, այսինչ մեծ ես դու Աստված, ոչ թե չափսերով, այլ իր գործերով։ Նա ահա որ մեծ է։ Եթե միայն Աստված իր ձեռքը մեկնի, ամբողջ աշխարհը կոչնչանա։ Այսքան մեծ Աստված։ Գիտեք ինչ, երբ որ ես սա տեսա, ես ասեցի, Աստված իմ, օգնիր ինձ ավելի ճանաչել քո մեծությունը։ Օգնիր ինձ, որ ճանաչեմ քո մեծությունը ու երգեմ։ Մեծ եւ զարմանալի են քո գործերը, Տեր։ Մեծ ու զարմանալի են, ինչի են զարմանալի, որովհետև դու չես սպասել դրան, դու չես հասկացել, որ Աստված կարող է այդ անել։ Լսեք մի հատ մի բան, մտածեք ու հասկացեք նրա մեծության չափը։ Երբ որ Ղազարոսը 4 օրվա գերեզման դրված էր, նրա ոչ միայն օրգաններն էր փտել, ինչպես Մարթան ասեց Հիսուսին, ինչ ես անում։ Նրա օրգաններն արդեն փտել են, այլ նրա մեջ արյուն չկար, ժողովուրդ։ Ոչ արյուն կար, ոչ ջուր կար։ Նրա մեջ ոչինչ չկար։ Բայց երբ որ Հիսուսը իր մեծությամբ, իր զորությամբ ասեց. Ղազարոս, քեզ եմ ասում, դուրս եկ։
Ինչ է կարծում ժողովուրդ, մի հատ պատկերացրեք, նրա մարմնի մեջ ամբողջ օրգանները փտած էին, նա ոչ թոք ուներ, ոչ սիրտ ուներ, ոչ լիարդ ուներ, ոչ լեղապարկ ուներ, ոչ միզապարկ ուներ, ոչինչ չկար, ամենը փտել էին։ Ասեմ ավելին, ոչ երակ ուներ, ոչ նյարդ ուներ, ոչինչ չուներ, ոչ մկան ուներ, այլևս մահացել էին, որովհետև մարդու համար նրա մարմինը, նրա ուղեղը մահացավ 8 ժամից վերջ, իր մարմինը բոլոր անդամները մահացած են։ Ուրեմն լսեք, այսպիսի Աստված ունենք, այսպիսի մեծ Աստված ունենք, մի բառ ուղարկեց գերեզմանատուն եւ այնտեղից կատարյալ նոր մարդ դուրս եկավ։ Նա չմտավ Ղազարոսին արարեր, մի ժամ կտևեր, միայն մի խոսք ուղարկեց եւ Ղազարոսը դուրս եկավ։ Այսօր եթե ես հավատում եմ Աստծո մեծությանը, ես պիտի հավատամ մի խոսք ուղարկեց, բավականը, քո հիվանդությունը ոչնչացված է։ Իսկ այդ մի խոսքը ուղարկվում է հավատքով, ուրիշ ոչ մի բանով։ Որովհետև ասեց, եթե հավատաս, Աստծո փառքը հիմա պիտի տեսնես։ Եթե հավատաս, քո եղբայրը հարություն կառնի։ Ուրեմն սիրելիս, այստեղ քո բալանին եթե հավատաս։ Աստծո մեծությանը չափ չկա, բայց եթե դու հավատաս դրան։ Եվ դու կերքես քո հրաշքից հետո, մեծ եւ զարմանալի են քո գործերը, Տեր։ Տեր Աստված ամենակալ, ամենակալ։ Ամեն ինչ կարող են անել, ամեն ինչ հնարավոր է նրա համար, այն ինչ որ հնարավոր չէ մարդու միտքը պատկերացնելու, նրա համար հնարավոր է։ Կարող ես պատկերացնել Աստված ինչպես քեզ կավից ստեղծեց։ Երեկ մի հայտնություն եմ առել Տիրոջից ու շատ ցնցված էի։ Նախտերը ինձ հանդիմանում էր դրա մեջ։ Հետաքրքիր է, որ ինքը ամենակարող է, ինքը ամեն բան ստեղծում է, ամեն բան կարող է անել, ամեն բանի մեջ կարող է իր զորությունը դնել, բայց արի ու տես ասեց նայի, երբ որ դուք ասում եք թե Տեր, թող քո զորությունը լինի այս դեղի հաբի մեջ, որ երբ որ ես ընդունեմ, ինձի բժշկություն լինի։ Ասում է, կարծում եք իմ զորությունը մարդու ստեղծածի մեջ կմտնի։ Կարծում եք մարդու խառնի ճաղանջ, գիտեք ասում եք քանի բան է խառնել այդտեղ, բայց դու մենակ կավից ես ստեղծված, քո մեջ խառնուրդ չկա։ Աստված վերցրեց ջուրը, լցրեց կավի վրա եւ մաքուր մարմին ստեղծեց։ Առանց թերությունների, բայց ասում է, այս դեղերը շատ խառնուրդ ունեն իրենց մեջ։ Եվ դա մարդի ձեռքի գործ է, իսկ դուք ինձ ասում եք իմ զորությունը դնեմ այդտեղ, ես չեմ կարող։ Նայեք, ինքը ամենակալն է, ինքը ամենակարողն է, ասում է, ես չեմ կարող իմ զորությունը դնեմ այդ դեղի մեջ, որովհետև ես միայն կարող եմ իմ զորությունը դնել իմ ստեղծածի մեջ։ Եվ վերջ։ Ես իմ զորությունը կարող եմ միայն դնել իմ ստեղծածի մեջ։ Հասկանում եք ինչ ասում ժողովուրդ։ Մտածեք սրա մասին։ Եվ այն ժամանակ կարող եմ զորացնել, կարող եմ իմ զորությունով բժշկել, կարող եմ ազատագրել, կարող եմ ամեն բան, բայց մի խնդրեք, որ ես մարդու ձեռքի գործը փառավորեմ։ Գիտես, ասում եմ, դու ինձ բառացիորեն ասում ես, դու քո զորությունն այդքան չկա, բայց եթե դնես այս դեղի մեջ, որտեղ այս դեղը զորություն ունի, նրանք ինձ կօգնեն։ Սրան ես հավատում, ես ասեցի, Տեր, ների ինձ։ Ների, որ երբևէ մտածել եմ ու խոսել եմ դրա մասին, իմ մամայիս էլ սովորացնում էի, որ ասա Հիսուսի զորությունը թող գա այդ դեղի մեջ, որ ես խմեմ բժշկվեմ։ Ես ներողություն եմ խնդրել Տիրոջից, որովհետև սա հանդիմանություն էր եւ ինձ համար մեծ հայտնություն էր։ Եվ հուսով եմ, որ ձեր համար էլ կլինի։ Եվ ես սկսեցի աղոթք անել ու ասել, Տեր, ինչքան հնարավոր է ազատիր ինձ այդ դեղերից։ Ինչքան հնարավոր է ազատիր մեզ այդ դեղերից։ Որովհետև Աստված ասում է այլևս ձեր հույսը դեղերն է։
Մի բան էլ ասեց, ասում նա ինչ են անում հավատացյալներն այսօր, ասում ցավում եմ այս ամենի համար, որովհետև իսկապես հավատացյալներն այդպես են ապրում։ Ասում աղոթում է, ասում չէ, չօգնեց, եթե մի հատ դեղ վերցնեմ խմեմ։ Ասում աղոթում է, ասում տենամ, եթե չօգնեց, նոր դեղը կխմեմ։ Կային մատ սկզբից աղոթ կանեմ, եթե չանցավ, նոր դեղը կխմեմ։ Ասում ինչքան ցավալի է, որ իմ զորությունը համեմատում են այդ դեղերի հետ։ Ես ամենակալն եմ, ես ամենակարողն եմ, ինչպես չեմ կարող դա անել։ Այդ ինչ է ինձ համար։ Երգում են. Տեր Աստված ամենակալ, արդար եւ ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբերի թագավոր, ինչերի սուրբերի։ Ով կարող է ասել նա իմ թագավորն է, ով որ իր անձը սուրբ կպահի։ Անցած պաշտամունքին ասեցի, որ հանկարծ ու հանկարծ չմտածեք, որ եթե մեկը գոռաց, որ ես սուրբ եմ, ինքը սուրբ կլինի։ Եթե մեկը ասեց, որ ես հավատացյալ եմ, ինքը հավատացյալ կլինի։ Ոչ, սիրելիներս, Աստված ասում է, ձեզ չի մաքրում ձեր սպիտակ զգեստը, այլ իմ արյունը, այլ իմ խոսքը։ Եթե դու Աստծո խոսքը չես սիրում, դու չես սիրում կարդալ, չես սիրում Աստծո հետ խոսել, չես սիրում Աստծուն կարդալ, դու ինչով ես սրբվելու, եթե Աստված ասում է, եւ իմ խոսքը ձեզ կսրբի, հապա ինչով ես սուրբ, հապա ինչով ես սուրբ, եթե իմ խոսքը քեզ չի սրբում։ Կարծես թե ասում ես Տիրոջ արյունը ինձ սրբել է, Տերն ասում է, գիտես իմ արյունը որտեղ է բնակվում, իմ մեջ, գիտես ես որտեղ եմ, քո մեջ։ Գիտես ես ինչ եմ, ես ով եմ, ես խոսքն եմ Աստծո։ Եթե դու խոսքը առես համարում, ինչպես ես կարծում իմ արյունը քեզ կսրբի, ասում է եւ խոսքը մարմին եղավ եւ բնակվեց որտեղ, մեզանում։ Խոսքը մարմին եղավ բնակվեց։ Եվ այդ արյունն էլ Քրիստոսի, որ Գողգոթայի ճանապարհը լրիվ ներկեց, Երուսաղեմի ճանապարհները ներկված էր Քրիստոսի արյունով։ Թափվում էին նրա վրայից արյունը։ Այսօր այդ արյունը քեզ կսրբի, եթե դու Աստծո խոսքի մեջ ես, եթե խոսքը սիրում ես, խոսքը կարդում ես, խոսքը պահում ես, եւ ոչ թե միայն լսում ես, ասում ես ամեն, իբր համաձայն եմ քեզ հետ, բայց մատդ չես տալի, որ իմ խոսքը պահես։ Հասկանում եք ժողովուրդ, ահա այսպիսին է Աստծո խոսքը, ասում է, որ սուրբերի, ով սուրբերի թագավոր։ Չէ, մոտ գրածը սուրբերի թագավոր։ Հիմա ավելի ճիշտ թարգմանությունը։ Ով է որ քեզանից չվախենա։ Հիշում եք, Կիրակի օրը այս խոսքը կարդացել եմ։ Ով է որ քեզանից չվախենա։ Հարց է տալի։ Ով Տեր եւ քո անունից քո անունը չփառավորի։ Ով է ժողովուրդ։ Ով կարա որ չվախենա։ Աշխարհի ամենաիշխանավոր մարդը հենց մահը եկավ սարսափելու Աստծուց։ Հենց կանգնավ Աստծո առաջ չի կարա ինքը չփառավորի։ Էնպես որ ուզում եմ քեզ ասեմ, դու ոչ մի բանով չես տարբերվի այդ ժամանակ այդ մարդուց։ Եթե այսօր դու ուղղակի ասում ես ես հավատացյալ եմ, բայց դու չունես փառաբանելու ոչ մի բան Աստծուն, եւ անկեղծ ասած, նրա նման որ առաջի անգամ կկանգնի Աստծո առաջ եւ կվախենա եւ կփառաբանի, նույնն էլ մենք ենք անելու։ Եթե այսօր մենք չմտածենք մեր երկին գնալու մասին։ Քանի դեռ շունչ ունենք մեր մեջ, մենք չենք մտածում մեր գործերի շտկելու մասին։ Մենք չենք մտածում Աստծուն հաճելի լինելու մասին։ Մենք մտածում ենք մարդկանց հաճելի լինենք։ Հաճելի է այսօր, շատ հաճելի է։ Աստծո խոսքը դրա մասին էլ ասում է, քո ձայնը իրանց հաճելի է դառը, իրանք սիրում են լսել նրանց։ Եվ վերջ։ Դրանից ավել ոչինչ չկա։ Ոչ սիրելիներս, եկեք մարդուն հաճելի չլինենք, եկեք Աստծուն հաճելի լինենք։ Եվ ասում է Տեր, եւ ով է ով Տեր եւ քո անունը չփառավոր է։
ով է, որ քեզանից չվախենա։ Ուրեմն այս աշխարհի երեսին եւ երկնքում եւ երկրի վրա չկա մի արարած, մի աներևույթ անձ, որ չվախենա ու չփառավորի Տիրոջը։ Ըստ Աստծո խոսքի։ Որովհետև դևերն են վախենում։ Ահա որ վախենում են։ Որ միայն դու ես սուրբ, վասնզի բոլոր ազգերը կգան եւ քո առաջին երկրպագություն կանեն։ Բա քո մոտետի ոնց է գրած Արմեն։ Բոլոր ազգերը պիտի գան ու քո առաջին պիտի երկրպագություն անեն։ Որովհետև քո իրավունքները հայտնվեցան։ Ում հայտնվեց Տիրոջ իրավունքը։ Ում հայտնվեց Տիրոջ իրավունքը, ժողովուրդ, ասում եմ, տենց ասկ չի լինի, որ չկա երկրպագություն չանի, որովհետև հայտնվեց քո իրավունքը։ Քո իրավունքը, որովհետև քո իրավունքները հայտնվեց։ Գիտես, Աստված ասեց, որ ամեն իրավունք իմն է։ Ես իրավունք ունեմ երկրի վրա, ես իրավունք ունեմ երկնքի վրա, ես ամեն բանի վրա իրավունք ունեմ, դևերի, ամեն սատանայի ամեն դիվային ուժերի վրա, ամեն խավարի ուժերի վրա, ամեն տեսակ հիվանդության վրա, ամեն բանի վրա Աստված իրավունք ունի։ Եվ այսօր Աստծո խոսքն ասում է, եւ իշխանություն եւ իրավունք տրվեցավ ձեզ։ Այսօր դու արդյոք գործածում ես քո իրավունքը, որ տրված է քեզ, իրավունք ունես։ Լսեք, եթե ես այսօր իրավունք ունեմ, մտնեմ Աստծո սրբարան եւ այնտեղ բարեխոսեմ Տիրոջը, ինչ որ մեկի համար, ես այդ իրավունքը չպիտի արհամարեմ։ Մեկն ինձ ասում է, կաղոթես իմ համար, ես ասում եմ, այո, կաղոթեմ։ Եվ չեմ աղոթում։ Ես անտեսեցի այդ իրավունքը, որ ես ունեի այդ մարդու համար բարեխոսելու։ Մի քանի օր առաջ մի լավ մարդ եմ ճանաչում, շատ հարգում եմ իրան, հանկարծ իմացա, որ ինքը վատացել է ու իր ոնց հասկացա իր սիմպտոմներից ինֆարկտ է տարել, բայց հիվանդանոցն ասել ամեն ինչ նորմալ է, ու տուն է ուղարկե, սկորիով տարել են։ Ես իրան անկեղծ ասեցի, անկեղծ ասում եմ, ես քո համար աղոթ կանեմ։ Եվ սա խոսքեր չի, ես հաստատում եմ ինձ, որ հանկարծ մտքիցս չհանեմ դա։ Ասեցի, ես հաստատում եմ, որ ես քո համար անպայման աղոթք եմ անելու։ Եվ երբ որ ես եկա Տիրոջ առաջ, ես ծնկի եկա, ես մտա սրբարան եւ խնդրեցի Տիրոջ այդ մարդու համար բժշկություն։ Գիտեք ինչի, որովհետեւ ես իրավունք ունեմ դա անելու։ Ես իրավունք ունեմ իմ ոտքին խոսեմ, որ իմ ոտքս աճի։ Ես իրավունք ունեմ, ես իմ ձեռքից խոսեմ, որ իմ ձեռքս բժշկվի։ Ես իրավունք ունեմ իմ գլխին ասեմ, գիտեք ես ինչքան տառապեցի իմ գլխացավի համար, մինչև որ ես ասեցի, ես իրավունք ունեմ իմ մարմնի վրա։ Ես իշխանություն ունեմ եւ ես գործածում եմ իմ իրավունքը։ Ժողովուրդ, Աստված հայտնեց իր իրավունքը մեզ։ Մեկ ուրիշ թարգմանությամբ ասած նա տվեց մեզ այդ իրավունքը։ Քանի որ իր խոսքում ինքը ասում է, որ ավետարանի մեջ ամեն իշխանություն, որ ինձ էր տրված, ձեզ տվեցի։ Եվ շարունակում է ամեն ինչ որ երկրի վրա կապես, կապված կլինի, եւ ինչ որ արձակես, արձակված կլինի։ Ինչ է սա ժողովուրդ, եթե ոչ իրավունք, հապա ինչու չեն գործածում։ Ինչն է պատճառը։ Որովհետև չենք հավատում։ Չենք հավատում ով ենք մենք, չենք հավատում ինչու համար ենք մենք կանչված։ Լսի, մի հատ կողքդ նայի, հազարավորներ դժոխք են գնում, բայց այսօր Աստված քեզ կյանք տվել, որ դու իր մեջ լինես։ Իսկ դու ուրիշ բաների մեջ ես։ Ասում ես, թե Տերը իմ Տերն է, ինձ սիրում է, ինձ է կսպասի։ Ոչ։ Աստված ասում է, ես քեզ կսպասեմ այնքան ժամանակ, մինչև այս բաժակը կլեցվի բարկության։ Ասա բարկության բաժակն է Տիրոջ։ Ասում եմ, մինչև որ այս բաժակը կլեցվի։ Եթե լեցվավ, այլևս դու ոչինչ չես կարող անել։ Քանի դեռ ժամանակ ունես, քանի որ մենք չգիտենք, դեռ ինչքան ունենք այս բաժակը, որ լցվի, մենք հիմա պիտի ապաշխարենք։ Հիմա պիտի դառնանք Տիրոջն ու ասենք, Տեր, ես կորցրել էի իմ ով լինելը։ Տեր, ես ամբողջովին մոռացել էի, որ ես մկրտվելուց խոսք եմ տվել քեզ։
Ես ասել եմ, որ ես քոնն եմ, եւ դու իմ Աստվածն ես։ Ես քո զավակն եմ, եւ դու իմ հայրն ես։ Ինչու ես մոռանում, որովհետեւ աշխարհի հոգսերը ծանրացան քո վրա։ Աստված խոսք ունի դրա մասին, ասում է շատերը աշխարհի հոգսերից, կարիքներից ծանրացած կհեռանան ինձանից։ Կարդացեք ավետարանները։ Եվ սրանից հետո տեսա եւ ահա բացվեցավ վկայության խորանի տաճարը երկնքումը եւ դուրս եկան տաճարից այն 7 հրեշտակները, որ այն 7 պատուհասներն ունեին, մաքուր եւ պայծառ կտավ հագած եւ ստինքների մոտով ոսկի գոտիներ կապած եւ այն 4 կենդանիներից մեկը այս 7 հրեշտակներին 7 ոսկի սկավառակ տվավ Հավիտյանս հավիտենից կենթանի Աստծո բարկությունովը լիքը։ Ահա, այդ բարկությունովը լիքը ասма սկավառակ տվավ։ Սկավառակը դա բաժակներն է ժողովուրդ։ Եվ ասма Եվ տաճարը լցվեցավ Աստծո փառքից եւ նրա զորությունից ելած ծուխովը եւ ոչ ով կարող չէր մտնել տաճարը մինչեւ որ այն 7 հրեշտակները 7 պատուհասները կատարեին։ Գիտեք ինչ, գալու է ժամանակ, որ ինչքան էլ ցանկանաս չես կարող մտնել Աստծո հենց այն տաճարը, որը որ Տերը սարքել է քո համար։ Կարաս ասես որ տաճարն է։ Չես կարող ոչինչ անել, չես կարող քո ներսի մարդուն համոզել, որ աղոտ քանի, քո ներսի տաճարը չես կարող այցելել, հիմա կարող ես, հիմա մտի քո տաճարը, որովհետև դու Սուրբ Հոգու տաճար ես, մտի ընդեղ, խնդրի Տիրոջ ներկայություն այդ տաճարի մեջ, կարծում ես Տերը ոնց է գալու քո մեջ, ասում է, եւ նրա տաճարը լցվեց նրա փառքով, Եթե դու Սուրբ Հոգու տաճար ես, ասում է, խոսքն ասում է, միթե դուք չեք իմանում, որ դուք Սուրբ Հոգու տաճար եք։ Ուրեմն, երբ որ դու տաճար ես, այսօր դու ունես դեռ հնարավորություն, քանի Աստված իր բարկության սկավառակներ չի տվել հրեշտակներին, դու այսօր ունես հնարավորություն մտնես քո խորանը, քո ներսի խորանը, որտեղ որ Աստծո ներկայությունն է եւ Տիրոջ առաջ ներողություն խնդրես։ Գնա, խնդրի, աղաչի, պատրի շորերդ, պատրի քո սիրտը, միայն թե թող Տերը ների քեզ։ Միայն թե թող Տերը իսկապես տեսնի քո զղջումը, որ դու զղջում ես քո արածների համար։ Որովհետև ժամանակ չկա։ Առանց պտուղների երկինք չես կարող մտնել։ Առանց պտուղների, առանց գործերի, լավ, այսօր մի հատ մտածի, այսօր Տերը քեզ վերցնում է։ Ինչ ունես Տիրոջ առաջ բերելու։ Ով ունես Տիրոջ առաջ բերելու, որ ասես Տեր, մեկ հոգու ես քո անունով փրկություն տվեցի։ Բերեցի քո փրկության մեջ։ Որին ունես, մտածի սրա մասին։ Ժողովուրդ, ես չեմ ասում, որ ոչ մեկը չունեք, ես ասում եմ մտածեք սրա մասին։ Որովհետև իսկապես Աստված ասում է ժամանակ չկա։ Երեք հետաքրքիր մի բան եղավ, Սաղմոս 107-ն էի կարդում, չէի կարդում, աղոթք էի անում։ Աղոթքի ժամանակ այդ խոսքը եղավ, որ մեկ ուրիշ Սաղմոս էլ, ոչ մենակ 107-ը, այնտեղ ասում է, որ գոհության պատարակ մատուցանեք։ Նայեք, այստեղ ասում է, թող գոհանան Տերից, 21-ը, 107-ի 21-ն եմ կարդում, թող գոհանան Տերից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արավ մարդկանց որդիներին։ Հաջորդ խոսքը ասում է, և գոհության պատարակներ մատուցանեն։ Եթե դու բժշկվեցիր, եթե դու վերցրեցիր, եթե դու Աստծուց լցվեցիր, նրանից հետո ասում է, դու պիտի գոհության պատարակ մատուցանես։ Լսի, և գոհության պատարակներ մատուցանեն, և նրա գործերը պատմեն ցնծությունով։ Որն է, ես հարց տվեցի, Տեր, ինչ է նշանակում գոհության պատարակ։ Ես ուզում եմ գոհության պատարակ մատուցանեմ քեզ։ Համա չգիտեմ էդի որն է։ Ինչ պատարակ անեմ։ Ողջակես չես ուզում։ Ոչ մի զոհ չես ուզում, որ բերեմ, ոչխար բերեմ քո առաջ մորթեմ, դա պատարակ է։ Ինչ անեմ Տեր, գոհության պատարակը որն է։ Նա ինչ ասեց, եթե դու իմ գործերը պատմես մարդկանց, այն ինչ որ արել եմ քո կյանքում, և ինչ որ մեկը կլսի և
կհավատա, ահա սա պատարակն էր, որով ես ուրախանում եմ։ Այս աշխարհի տակ չկա մի բան, որ ինձ կուրախացնի, բացի հոգիների փրկությունը։ Եթե մեկը քո վկայությամբ, որը գրված է, որ նրա գործերը պատմեմ ցնծությունով, եթե ես պատմեմ ցնծությունով Տիրոջ գործերը, մարդիկ կլսեն ու կապաշխարեն։ Եվ եթե լսեն ու ապաշխարեն, Տիրոջ համար սա իսկապես գոհության պատարակ կլինի, որովհետև սա նշանակում է, որ Տիրոջ սիրտը գոհացնել, Տիրոջ սիրտը գոհության պատարակը նշանակում է Տիրոջ սիրտը գոհացնել, սա Տերն է ինձ ասել։ Եվ երբ որ դու Տիրոջ սիրտ ուզում ես գոհացնել, դու Տիրոջը ֆինանսներով չես կարող նրա սիրտը գոհացնել, որովհետև ասում է ինձ պետք չէ ձեր ոչ մի բանը, եթե ես սովածանամ անտառը լիքն է գազաններով, եթե ես ուզենամ ուտել աշխարհը լիքն է թռչուններով, ինձ պետք չեն ձեր հացը, ձեր փողը, ձեր ոչխարը, ձեր ոչ մի բանը, ինձ չեք ուրախացնի դրանով։ Բայց այն անուշահոտ պատարակը, որ կբարձրանա իմ հոգին կլեցնի ուրախությունով, դա մեկ անձի փրկությունն է, մեկ հոգի, որ դու կարողանաս փրկես, բերես Տիրոջը, որ Տերը փրկի իրան, այս սա է քո պատարակը։ Եթե դու բժշկվեցիր, նորից եմ ասում, սկզբնական ինչ ասում, թող գոհանան Տերից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արավ մարդկանց որդիներին։ Եթե Տերը արեց քեզ հրաշք, Տերը ողորմեց քեզ, որ ողորմության արժանի չէիր, բայց ողորմեց և ավելին ասեմ բժշկեց, կյանք տվեց, հիմա սիրելիս քո հերթն անելու։ Տերը արեց իր բաժինը, հիմա դու պիտի անես։ Չպիտի վերցնես այդ հրաշքը գնաս նստես ու այլևս ոչ մեկին չասես։ Ոչ։ Դու պիտի իսկապես գոհության պատարակ մատուցանես նրա գործերը ցնծությունով պատմելու ժամանակ։ Արասա, եթե էլի է գրված, մետեղ չի գրված, էլի է գրված է, որ 50-րդ Սաղմոսը 40 Աստված բարձրացնում է ցնծության օրհնությունով, Աստված բարձրանում է ցնծության գոհությունով, Տերը փողի ձայնով, Սաղմոս ասացեք Աստծուն, Սաղմոս ասացեք մեր Թագավորին, Սաղմոս ասացեք։ Եվ նաև կա պատարակիր Աստծուն գոհություն, 50-րդ Սաղմոս 14-րդ խոսքն եմ կարդում, պատարակիր Աստծուն գոհություն և վճարիր բարձրյալին քո ուխտերը։ Լսի, ասում եմ, եթե դու պատարակում ես Աստծուն գոհություն, եթե դու անում ես դա, տեսեք, այստեղ Աստված ավելի է մեծացնում քո ծառայությունը, ավելի է մեծացնում, ասում եմ, եթե դու պատարակես Աստծուն գոհություն, և վճարես բարձրյալին քո ուխտերը, ամեն ինչ որ ուխտել էիր անում ես, Տեր, եթե դու ինձ բժշկես, խոստանում եմ, որ ես իմ բերանով կպատմեմ բոլոր ժողովրդին, չեմ ամանչի, կանեմ, ուխտը կապեցիր, Աստված քեզ բժշկեց, և դու այդ ուխտին հավատարիմ մնալով շտապում ես մարդկանց պատմել քո հրաշքի մասին։ Նա ինչ է տեղի ունենում, Աստված ասում է, այն ժամանակ կարդում եմ 15-րդ խոսքը։ Եվ կանչիր ինձ նեղության օրում, և ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես ինձ։ Ասում է կշարունակենք մենք իրար հետ հարաբերություն ունենալ, կշարունակենք մեր մտերմությունը։ Եթե դու այս ամենն արեցիր, եթե դու գոհության պատարակները մատուցանեցիր, եթե ես քեզ բժշկեցի, մի փոքր ես բաց թողեցի, եթե դու քո ուխտը վճարեցիր ինձ, ինչ որ ուխտել էիր, արեցիր, ասում եմ նրանից հետո, որ նեղության մեջ ընկնես, ինձ կկանչես և ես քեզ կազատեմ։ Ասում եմ, որ ազատեցի, դու ավելի կփառաբանես ինձ։ Մեզ որ շարունակվում է Աստծո ու քո հաղորդակցությունը։ Չի վերջանալու միակ հրաշքով։ Մի հատ հրաշք արեց, մարդը այդ հիմա նորից իր գործերով ապրում է։ Այդ հիմա իր աշխարհիկ կյանքով ապրում է։ Դե կարևորը Աստված բժշկեց։
Չէ, գիտես, այնպես հոգու մեջ ինքը կարծում է, որ ինքը մնացել է հոգևոր։ Բայց Աստված ասում է, լսի, հələ հիշի այն օրերը, որ դու հիվանդ էիր, հələ հիշի այն օրերը, որ դու կարիքի մեջ էիր։ Դու ոչ միտեղ չէիր գնում, ոչ մեկ քեզ համար կարևոր չէր։ Ես էի ու դու էիր։ Հիշում ես այդ օրերը։ Ասում է, հենց հրաշքդ վերցրեցիր, հենց բժշկվեցիր, ասեցիր ադիոս, Աստված, մնաս բարով։ Ես լիքը գործեր ունեմ։ Ես պետք է այս անեմ, պետք է այս անեմ, պետք է այսի սովորեմ, որ սրան հասնեմ, որ էսի ունենամ, որ էսի ասում ով անմիտ, վաղը գալու եմ, ինչ ես անելու, սովորեցիր, պրծր գալու եմ, ինչ ես անելու։ Հենց ընդունվեցիր, աշխատանքի գալու եմ, ինչ ես անելու։ Ասելու ես լավ էլի, թող մի քիչ աշխատեմ, այդքան տանջվել եմ, այսքան ճանապարհ եմ եկել, հիմա որ չաշխատեմ, ասում եմ լավ, մնա երկրի վրա աշխատի։ Համաձայն ես սրան։ Ոչ։ Ես համաձայն չեմ լինի, որովհետև ես ուզում եմ, եթե հրաշքը եղավ, եթե ես բժշկվեցի, եթե Աստված իմ ձայնը լսեց, ողորմեց, ես ուզում եմ Տիրոջ հետ մնամ։ Այս վերջում շատ հետաքրքիր մի եղբայր ինձ մի հատ վիդեո էր ուղարկել Մոսկվայից, որ ասում է, որ հրաշքը Աստված չի տալի, որ մարդ ուղղակի բժշկվի ու գնա իր կյանքով ապրի։ Նա տալիս է, որ մարդը իրեն փառավորի։ Ու այսօր շատ մարդիկ ասում են գալիս են, իրենց հրաշքը վերցնում են ու գնում են։ Գիտեք ես ինչ մտածեցի։ Ես մի անգամից հիշեցի Տիրոջ խոսքերը, որ ինձ ասեց, որ երբ որ ես նոր հավատքի էի գալի 2000 թվականին, ուրեմն երբ որ ես հրաշքով բժշկվել էի, շատ մեծ հրաշքով բժշկվել էի, ու այսպեսի մի բան կար, որ ինձ դժվարություն ունեի եկեղեցի գնալու, որտեղ ես շատ հեռու էի մնում եկեղեցուց։ Ինձ պետք էր որ մեքենայով տարվեր այնտեղ։ Եվ ես դրա պատճառով գնում էի շաբաթներով մնում էի իմ հոպարիստուն, որ կարողանայի պաշտամունքներից մասնակցեի։ Դրանից առաջ իմ մամաս կվկայի ես ընդհանրապես ոչ մեկի տունը չեմ մնացել։ Երբ որ ես սկսեցի իմ հոպարիստունը մնալ, իմ ծնողները շատ զարմանում էին, որ ես գնում մնում եմ, որովհետև ես Աստծուն այնքան սիրեցի, որ ոչ մի բանի էլ չնայեցի։ Ու դա առաջի սերա կոչվում ժողովուրդ։ Ու հետաքրքիր էր, որ երբ որ ես չէի կարողանում գնայի հրաշքի, ես վատանում էի։ Պաշտամունքի, ես վատանում էի։ Ու ես հարց տվեցի, ասեցի ինչի է տենց, որ ես չեմ կարող գնամ պաշտամունքի, ես վատանում եմ։ Աստված ինձ մի հատ շատ կարևոր բան ասեց։ Ասեց, գիտես որդիս, բժշկվելը մի հրաշք է, բժշկություն պահելը կրկնակի հրաշք է։ Ուրեմն երբ որ ես լսեցի, որ այդ եղբայրն ասում է գալիս են շատերը բժշկվելու, երբ որ բժշկվում են նրանք գնում են նորից աշխարհ։ Ես ինչ մտածեցի, մեկը հետ են գալու։ Որովհետև երկար չի կար այդ հրաշքը մնա իրանց հետ։ Ես չեմ ասում դա ժողովուրդ, հանկարծ չմտածեք անեցք եմ անում, չգիտեմ ինչ եմ, ես ըստ Աստծո խոսքի եմ խոսում։ Հիսուս Քրիստոս ինքը անձամբ ասում է. լսեք, երբ որ դևը մարդու միջից դուրս է գալիս, գնում է ասում է անջուր տեղերը պտտվում է։ Եվ երբ որ տեղ չի գտնում, հիմա այդ երբ որ տեղ չի գտնում կարա լինի մի ամիս, կարա լինի մի շաբաթ, կարա լինի մի տարի, կարա լինի մի 10 տարի հետո։ Ինքը պտտվում է մանագալի։ Երբ որ տեղ չի գտնում, ասում են նորից ետ է դառնում։ Նորից ետ է դառնում։ Ասում է այս անգամ գնում է 7-ին էլ իր հետ վերցնում գալիս է, որ տեսնում է տունը սրբված, մաքրված ու դատարկ է։ Գիտեք ինչ։ Դատարկ է։ Աստված քեզ սրբեց, մաքրեց ու դու գնացիր աշխարհ։ Մնացիր դատարկ։ Աստված քեզ չի կարողանում իր խոսքով լցնել, չի կարողանում իր վկայություններով լցնել։ Դու դատարկ ես։ Ինչ է լինում, ասում է, նա գնում է իրենից ավելի 7-ին էլ վերցնում է, գալիս այդ մարդու տուն, անձի մեջ, ասում է, այդ մարդու վերջը ավելի վատ է լինում, քան որ առաջ էր։ Ուրեմն ես եմ ասում, որ ետ են գալու նրանք, ովքեր որ միայն բժշկություն են ուզում Աստծուց եւ ուրիշ ոչ մի բան։ Գիտես, ես հիմա մարդիկ գիտեմ, որ եթե բժշկության կարիք ունեն, վազում են պաշտամունքի։ Եթե չունեն, ասում են դրա կարիքը չունեմ, հնարավորություն չունեմ, հավես չունեմ, այս ինչա, այն ինչա, այն ինչա, տունը մարդ կա, այս եմ անում, այն եմ անում։ Պատճառը ո՞րն է, ժողովուրդ։ Պատճառը մեկն է։ Նրանք ուղղակի գալիս են հրաշքը վերցնելու։ Դա երկար չի տևելու, որովհետև անկեղծ ասում եմ, ինչքան կուզես լավ հովիվ
լավ մարգարե, լավ օցիալ մի բժշկության պարգև ունեցող մի եղբայր, քույր, աղոթի քո համար կատարելապես բժշկվի։ Ինչ կլինի, գիտես։ Եթե դու չկաս դրա մեջ, եթե դու Աստծո հետ ոչ մի հարաբերություն չունես, այդ օցիալ եղբոր քրոջ աղոթքը քո վրա կարճ ժամանակ է տևելու։ Շատ կարճ ժամանակ։ Քեզ պետք է որ դու մտնես դրա մեջ։ Քեզ պետք է որ դու գրավես Տիրոջ գործի մեջ։ Ես ասել եմ Տեր, եթե հանկարծ իմ արարքով, իմ բերանի խոսքով, իմ գործերով ես կզգաս, որ փչացնում եմ քո ծրագիրը, ինձ անմիջապես կունեցրու ինչպես կուզես։ Որովհետև ես մարդ եմ, ես կարող եմ չհասկանամ Տիրոջ ծրագիրը եւ իմը անեմ։ Ուրեմն սիրելիս, եթե դու իսկապես ուզում ես Աստծո հետ լինես, հենց այնպես չեմ կարդում այսօր հայտնությունը։ Այսօր հայտնությունը ես այնօր լսում եմ մի հովիվ խոսում, շատ ճանաչված հովիվ, ասում է, ինչ շատ հարցեր են տալի սոցցանցով հայտնության գրքից։ Եվ ինչը ասում ես եղբայրը, ասում է, գիտեք ինչ ժողովուրդ, հայտնության գիրքը այնքան փակ է, որ մեզ դեռ տրված չի բացվելու։ Այսօր եթե մի բառ անգամ բացեց Աստված մեզ հայտնության գրքից, մենք պետք է գոհանանք Տիրոջից ու ասենք Տեր, որքան շնորհակալ եմ, որ այսօր շնորհք գտանք քո առաջին եւ ինչ որ մի խոսք, գիտեք ես չեմ կարող ամբողջ հայտնությունը բացել, ես ամբողջ գլուխը կարդացի, բայց եթե դու ընդեղից մի հատ հայտնություն վերցրեցիր, դու երանելի ես։ Մեզ տրված չի ամբողջովին հասկանանք, բայց եթե Սուրբ Հոգին այսօր մեզ 3 բանալի տվեց, ես սրանով գոհանում եմ Աստծուց, որովհետև գիտեմ ճշմարտությունը, որ գիտես ինչ ասում է, դուք չգիտեք սատանայի ռազմավարությունը, Հիսուսն ասում։ Դուք չգիտեք սատանայի ռազմավարությունը, չեք ճանաչում, ասում է։ Եթե չեմ սխալվում, հենց այստեղ է գրված։ Ասում է, սատանայի խորությունները չճանաչեցիք, ինչպես ասում են։ Սատանայի խորությունները չճանաչեցինք։ Մեկ ուրիշ տեղ ասում է, նրա ռազմավարությունը չիմացաք։ Ահա նա գալիս է, չէ, էսի առաջինն է։ Սատանայի գործերը չճանաչեցիք։ Իսկ ես ասում եմ ձեզ, եւ միև մյուսներին, որ Թիվադիայում եք, որ այս վարդապետությունը չունիք եւ որ սատանայի խորությունները չճանաչեցիք։ Չենք ճանաչում, թե ինքը ինչ խորություն ունի, չենք ճանաչում, թե ինքը ինչպես է գործում։ Նիկոդեմոսի գործերը, Նիկողոսյանների գործերը, մենք ոչինչ չենք ճանաչում, այս ամենը սատանայի ձեռքի գործերն է։ Ժողովուրդ, եթե մենք սկսենք ճանաչել, չէ, սատանայի գործերը, սատանայի ամեն խորհուրդները, որ մեզ սկսի բացվել, ուրեմն մենք երանելի ենք։ Այսօր Աստված մեզ 3 բանալի տվեց, որ մենք պիտի ռազմավարություն վարենք, որ մենք կարողանանք հաղթել։ Մենք չպիտի թույլ տանք, որ սատանայի կնիքը մեր վրա դրվի, ինքը դնում է թղթի վրա ու հրամցնում է մեզ, ասում է, ահա քո ճակատագիրը, դու ռակ ես, դու շուտով պիտի մահանաս, ահա գիտես, քեզ այսքան ժամանակ են տրվել, ահա գիտես քո հիվանդությունն այնքան վատն է, որ բացարձակապես բուժում չունի, սիրելիս, սա սատանայի կնիքն է, կամ ընդունում ես, կամ հրաժարվում ես սրանից։ Ասում է, նրանք, որ հաղթեցին, չընդունեցին, ուշադիր եղեք, մեզ համար շատ կարևոր բառը չընդունեցին։ Ու մի հատ քեզ անալիզ արա, որն ես ընդունում, որը չես ընդունում։ Ինչ չափի դու սատանայի տված
խորհուրդն ընդունում ես, սատանայի առաջարկը ընդունում ես եւ նա կնիքը դրել է քո վրա։ Եվ որտեղ չես ընդունում։ Այսը շատ կարևոր է։ Եվ ես ուզում եմ ասեմ, որ ես այսօր օրհնված եմ այս խոսքերը բացվելու համար, որովհետև Սուրբ Հոգին հասկացրեց այսօր շատ աղոթքիս պատասխաններ այսօր տվեց։ Ուրեմն, եթե դու էլ վերցրեցիր ինչ որ մեկ բառ, իմացած եղի, դու այսօր հաղթող ես։ Դու այսօր ունես ամենաթանկը, որ Աստծուն ասում ես գոհանում եմ քեզանից Աստված, այն գանձը, որ ինձ այսօր փոխանցվեց։ Սուրբ Հոգու ձեռքով։ Ոչ թե, գիտես, ես ուղղակի մարմին եմ, որ ես ասում եմ հագի ու գործի։ Ես չեմ ժողովուրդ։ Ես ինձանից ոչինչ չեմ կարող անեմ։ Երբ որ դու աղոթում ես, հրաշքը կատարվում է, դու ինքդ զարմանում ես ավելի շատ, քան թե հրաշքատերը։ Երբ որ ինձ վրա հրաշք է լինում, ես ավելի շատ ցնցվում եմ ու ասում Տեր, ինչ մեծ ես դու։ Այո, ժողովուրդ, մարդը չէր կարա 15 օր իր արտերյան փագած ապրեր, 15 սանտի փագված ապրեր, բայց այսօր Աստված իր մեծությունը ցույց տվեց։ Մարդը չէր կարա այն ամենի միջով անցներ, ինչը որ անցա ես Աստծո հետ։ Ինձ ասում են դու շատ ուժեղ ես, ասում չէ, իմ միջինն է ուժեղ։ Ես ուժեղ չեմ, իմ մեջի Հիսուս Քրիստոսն է ուժեղ։ Որովհետև ես մարդ եմ ու ես տկարանալ գիտեմ, ես թուլանալ գիտեմ։ Հենց թուլանում եմ, Աստված ասում է, հա, թուլացար, ասում չէ, Տեր ջան։ Չքնես հանկարծ։ Չքնես հանկարծ, Պետրոսի ու Հովանեսի պես չքնես հանկարծ։ Որովհետև Տերն ուզում այսօր քեզ աղոթքի հրավիրի։ Ուզում է, որ դուք միասին ժամանակ անցկացնեք, որպեսզի Տերը քեզ ասի այն ինչը, որ քո համար կյանք է բերելու։ Գիտես, երեք կարդում եմ, ասում է կյանքի աղբյուրը քեզ մոտ է Տեր։ Առակաց գիրքն է գրած։ Կյանքի աղբյուրը քեզ մոտ է Տեր։ Էս իմ համար մի հատ ցնցող խոսք էր ասում Տեր, եթե կյանքի աղբյուրը քեզ մոտ է, ո՞նց կարան բժիշկները մեզ ասեն, որ քեզ քիչ է մնացել։ Ո՞նց կարան բժիշկները մեզ ասեն, որ դու մեռնելու ես։ Չէ որ կյանքի աղբյուրը քո մոտ է։ Կարում ես գնա կյանք վեկալ ընդեղից։ Հիսուսն ասաց, ես եկա, որ դու կյանք ունենաք եւ էլ ավելի։ Ամեն։ Ամեն։ Եկեք աղոթք անենք։ Գանք աղոթքի։ Տիրոջ ներկայությունը շատ հզոր է ժողովուրդ։ Չգիտեմ, ես զգում եմ Տիրոջ ներկայությունը ու խոսում է, դեռ կխոսեր։ Ուղղակի մի քիչ Արմեն աղբորս համար է ուշ։ Ես չեմ ուզում, որ ինքը գործի, ստեյց վազի գործի։ Թող որ Աստված օրհնի, այսքանն էլ որ ընդունենք, շատ գոհ ենք Տիրոջից։ Որ բոլորը այտենց կերակրվեն, բոլորը Հիսուսի, բայց այդ ժամանակ, որ դու դրա կարիք ունես, դու աղոթք ես անում, Աստված լսում ու պատասխանում է։ Ահա, այսպիսին է մեր Աստված։ Մեծ ու զարմանալի են իր գործերը։ Թեկուզ ասում է ձեր աչքին ամենափոքրը երևա, իմ աչքին մեծն է։ Եթե ձեր աչքին մեծ է, իմ աչքին փոքր է։ Աղոթք արեք հավատքով եւ վստահ քեզ իմ Աստված, փառք քեզ Տեր, փառք քեզ, պատիվը քեզ, մեծությունը քեզ Հայր։ Գոհանում են քեզանից Տեր, քո բոլոր ողորմություններիդ համար, այո Տեր, սրտանց գոհանում եմ քեզանից իմ Աստված, իմ ամբողջ սրտով, իմ ամբողջ էությամբ փառավորում եմ քո անունը Տեր, գոհանալով գոհանում եմ քեզանից Հայր, որ լսեցիր ինձ իմ նեղության մեջ, որ կանչեցի քեզ իմ Աստված եւ ինձ ազատեցիր Տեր, եւ ինձ քո փառքը ցույց տվեցիր Տեր, եւ ես էլ կանգնած փառաբանում եմ քո անունը Հիսուս, որովհետև իմ Աստված գոհանում եմ քեզանից քո բոլոր գործերիդ համար, որ կատարում ես, քո ողորմության համար, քո հրաշքների համար, որ անում ես մեր կյանքի մեջ Հիսուս, որ մարդկանց որդիներն այսօր բժշկվում են քո խոսքով եւ քո զորությունով Տեր, ոչ թե դեղերով, ոչ թե բժիշկներով Տեր Աստված, ես օրհնում եմ բոլոր բժիշկներին, որ նրանց աչքերն էլ բացվի, որ նրանց միտքն էլ բացվի իմ Աստված եւ նրանք տեսնեն ու փառավորեն քեզ Տեր, որ
երբեք ու երբեք թույլ չտամ, որ անօրենը գործած իրեն շրթունքները մարդկանց կյանքի մեջ իր կնիքը դնելու Տեր իմ Աստված։ Ես քանդում եմ ամեն կնիկ սատանա, որ դու դրել ես։ Ես խոսում եմ Հիսուսի անունով այն ամեն դիագնոզ, այն ամեն թղթի վրա, որ դու բժիշկների միջոցով կնիկ ես դրել, այդ թղթի վրա ինչ որ մի հաստատության դիագնոզ ես տվել, ես խափանում եմ Հիսուս Քրիստոսի անունով, որովհետև այդ կնիքը մերժում եմ Հիսուսի անունով։ Տեր իմ Աստված, ես հավատում եմ, որ այնինչ որ կար այդ թղթի վրա, Հիսուսի անունով պիտի Տեր իմ Աստված անվավեր համարվի, անվավեր Հիսուսի անունով, որովհետև Տեր այլևս այդ խնդիրը չպիտի լինի Տեր Հիսուս, որովհետև դու ես ամենակարողը, դու մեծ Աստված ես Հիսուս եւ քո գործերը զարմանալի են Հայր, որովհետև դու ես Աստվածը, դու ես բարձրյալը, ամենակալ Աստվածն ես դու Տեր, ով կարող է քո առաջ կանգնել եւ չփառավորել քեզ Տեր, ով կարող է չվախենալ քեզանից իմ Աստված, ոչ ոք չկա այս երկրի վրա եւ երկնքում Հիսուս եւ երկրի անդուն դումը Հիսուս, որ չվախենա քեզանից եւ քո անվանը չխոնարհվի Տեր։ Պատվելի Հիսուս, ես շնորհակալ եմ այսօրվա համար, որ թույլ տվեցիր Հիսուս, որ կանգնեմ ու փառավորեմ քեզ, խոսեմ քո խոսքդ քո շուրթերով Հիսուս, որովհետև դու ես իմ Տերը եւ ինձանով Տեր իմ Աստված գործողն էլ դու ես, խոսողն էլ դու ես, արարողն էլ դու ես իմ Աստված։ Շնորհակալ եմ բարի Հայր, շնորհակալ եմ ողորմած Աստված, քո ամեն ողորմություններիդ համար Տեր, գոհանում եմ քեզանից Տեր, իմ մամայիս համար, որ իր դիագնոզը Տեր դու անվավեր համարեցիր Հիսուս, որ մենք հրաժարվեցինք այդ կնիքը սատանայի, որ այլևս իրավունք չունի իմ մամայիս կյանքի մեջ որևիցե մի իշխանություն ունենա, որովհետև այլևս իրավունքը մերն է եւ մենք ենք խոսելու Հիսուսի անունով եւ Աստծո գերազանց սորությունը թող որ այսօր այս վարքյանի մեջ իմ Աստված գա իմ քույրերիս եւ իմ եղբայրներիս վրա նրանք որ ունեին իրենց ձեռքի տակ սատանայի թուղթը, որ ինք իր կնիքներ դրե վրեն Տեր, որ իր հաստատություններ դրե, այսօր իմ քույրերս, իմ եղբայրներս Տեր, միաբանված են ինձ հետ եւ ես ասում եմ, թող Հիսուսի անունով անվավեր համարվի այդ դիագնոզը եւ թող Աստծո գերազանց զորությունը գա եւ կատարելապես բժշկություն լինի նրանց վրա։ Տիրոջ իրավունքն եմ խոսում այդ անձանց վրա, որովհետեւ դու ես ստեղծել իմ Աստված այդ մարդկանց եւ դու ես բժշկող Աստվածը եւ դու ես արարող Հայրը։ Շնորհակալ եմ իմ Հիսուս, շնորհակալ եմ փառավոր Տեր, ամեն բանի համար գոհանում եմ քեզանից Տեր, ամեն բանի համար փառավորում եմ քո անունը Տեր։ Գոհություն եւ փառք ամենակարող Տեր, շնորհակալ եմ Հիսուս, ամեն բանի համար եմ շնորհակալ, ամեն խոսքիդ համար եմ շնորհակալ, ամեն գաղտնիքներդ բացելու համար եմ շնորհակալ, սքանչելի Սուրբ Հոգիս, պատվում եմ քեզ, մեծարում եմ քեզ, որ դու այնքան մեծ ես, այնքան ողորմած, գթած ու սիրող Հայր ես, շնորհակալ եմ Տեր, փառավորում եմ քո մեծ ու սքանչելի անունը Տեր, օրհնյալ Աստված, օրհնում եմ այս գիշերը բոլորիս համար Տեր, որ քո խաղաղության մեջ Տեր գրկես մեզ քո ձեռքերիդ մեջ իմ Աստված եւ մեզ խաղաղությունով Տեր հանգստություն տաս Տեր, հանգստանանք քո գրկում Տեր իմ Աստված, ինչպես հանգստյան օրը Տեր, որ քո հետ կլինենք երկնքում Տեր, խնդրում եմ իմ Աստված, որ դու նայես բոլորին իմ Հիսուս, իմ Տեր, իմ բարի ու ողորմած Աստված, նայիր քո աչքերով նրանց եւ տուր որ Տեր իմ Աստված նրանք իրենց նայեն քո աչքերով Տեր եւ տեսնեն իրենց ով լինելը քո մեջ եւ քեզանով Հիսուս, շնորհակալ եմ Տեր, բարի Հայր, շնորհակալ եմ, անսահման գոհությունս եմ հայտնում այս հրաշալի պաշտամունքի համար, այս հրաշալի ներկայության համար, այս զորության համար, որովհետև դու ես Աստվածը, հավիտյանս հավիտենից, փառավորվի, մեծարվի, որին որ արժանի ես դու Տեր, փառավորվի Հայրը Որդին եւ Սուրբ Հոգին, ալելույա, ամեն։ Տերը օրհնի մեզ, Տերը պահի մեզ, Տերը պայծառեցնի իր երեսը մեզ վրա եւ ողորմի մեզ, Տերը բարձրացնի իր երեսը մեզ վրա եւ խաղաղություն տա մեզ, որ Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը մեզ բոլորիս հետ լինի։ Եղեք օրհնված, բարի երեկո եմ մաղթում որոշներին էլ բարի անուշ գիշեր։